Ողջույն սիրելիներս, պատրաստում ենք գալետ իմ տարբերակով։ Նախապես պատրաստենք գալետի խմորը և թողնենք հանգստանա 1 ժամ։ Վերցնում ենք 1 բաժակ ալյուր, 1 ճաշի գդալ շաքարի փոշի, 100 գրամ սառը քերած կարագ, թեթևակի տրորելով ստանում ենք փշրանքանման զանգված, ավելացնում 100 գրամ թթվասեր, կես թեյի գդալ սոդա, հունցում փափուկ խմոր, տեղափոխում սառնարան հանգստանալու։ Պատրաստենք գալետի միջուկը։ Այսօր պատրաստելու ենք խնձորով և դդումով։ Սառնարանից հանում ենք խմորը, պերգամենտի թղթի վրա բացում ենք, վրան պոլիէթիլենի թաղանթ ենք փռում, որովհետև այն կպչուն է և փափուկ։ Տրորում ենք կաթնաշոռը և ավելացնում խմորի վրա, շաղ ենք տալիս դարչին և կտրատած ընկույզ և այսպես ձևավորում ենք դդմի շերտերով և խնձորով, կողքերից վրա ենք բերում և ուղարկում ջեռոց եփվելու։ Գալետը պատրաստ է, շաղ ենք տալիս շաքարի փոշի և մատուցում։ Սիրելիներս, շատ համեղ է ստացվում, դուք էլ կարող եք պատրաստել։ Չմոռանաք պահպանել տեսանյութը և հետևել իմ էջին։